Աստված շատ օրհնի ձեզ, խաղություն ձեզ, Աստված սիրելի ժողովուրդ։ Նույնպես հարցում ենք պատասխանելու։ Աստված շատ օրհնի ձեզ։ Հովհաննես 14 խոսքն ասում է. բանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեց։ Եղբայրս, սա էլ հասկանանք, որ մեր մեջ է բնակվում խոսքը, որ Հիսուսն է։ Փառք Հիսուսին, ամեն։ Ամեն, իհարկե։ Իհարկե, պետք է հասկանանք, որ բանը Հիսուսն է։ Շատերը բեղում ուրուքով, երկար մազերով փռված ուսերին այտենց են ճանաչում Հիսուսին։ Այտենց են պատկերացնում այդ երիտասարդ տղեն, եկավ կապուտ աչքերով։ Ես շատ մարդկանց եմ հիշում նորահավատ ժամանակս տեսիք էին տեսնում, Հիսուսին տեսա եկավ։ Հետաքրքրության համար հարցրեցի մի օր, քույրիկ, ի՞նչ ձև էր Հիսուսը, ինչ տեսք ուներ։ Կապուտ աչքերով, թրաշով, մազերը ասենց երկար ուսերին դերասանին էր, կինոների միջի դերասաններին էր նկարագրում ինքը, բայց ոչ, սիրելի Աստծո։ Բանն է, Աստծո բանն է Քրիստոսը։ Աստծո բանն է, խոսքն է։ Բանը, տեսեք ինչ է, բանի խորությունը էլի, խոսքի ամբողջությունը, լիությունն է, բան նշանակը։ Տեսեք, Հովհաննես առաջի գլուխ, չէ, 14-րդ խոսքը, կարդամ ձեր հարցը։ Հենց Հովհաննեսի մեջ առաջի խոսքն էլ է, եթե կկարդամ, որ լրացնում է այս խոսքին։ Եվ բանը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ, եւ նրա փառքը տեսանք։ Խոսքը երբ որ մեր մեջ է բնակվում, այն ժամանակ փառքը տեսնում ենք արդեն այդ խոսքի փառքը, այն սիրո խոսքը, այն որ տանում է մեզ փրկության, այդ խոսքը, որը Հիսուս Քրիստոսն է, որ հոր բերանից դուրս եկածն է, հոր միածին որդին է։ Սիրելիներ, եկեք մեր աչքերը բացենք ու տեսնենք Աստծուն այնց ոնց որ ինքը կա, ոչ թե գիրու մարմին, որ պատմությունը եղել է անցյալում եւ այլն։ Եվ բանը մարմին եղավ եւ բնակեց մեր մեջ եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եկած միածնի փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Տեսեք, հենց առաջի գլուխ, առաջի խոսքը հենց Հովհաննեսի, նույն այդ մասին ասում, մի քիչ, ասենք, ամբողջական տեսքով, էլի, տեսեք, ես էլ եմ ուզում կարդամ։ Սկզբումն էր բանը։ Ինչ է նշանակում սկզբումն էր բանը։ Սկզբումն էր խոսքը։ Հասկանում եք, իմ մեջ, քո մեջ, լուբոյ մարդու մեջ, երբ որ խոսք չկա, երբ որ ես ծնվա, իմ մեջ խոսք չկար։ Ես սենցի անում, բայց չէի տենում, չկար հասկացողություն իմ մեջ։ Իմ մորը չէի ճանաչում, իմ ծնողներին, քուրերիս աղբերներից չէի ճանաչում։ Խի, որտե բան չկար իմ մեջ, խոսք չկար։ Հենց խոսքը առաջացավ, ես նոր սկսեցի ճանաչել, իմանալ։ Երբ որ դարձա մի տարեկան, 2, 5, 10 ավելի շատ խոսք եկավ իմ մեջ, ավելի շատ բաներ իմացա, ճանաչեցի։ Դրա համար ասում ամենասկզբից բանն է, խոսքն է, ես խոսքով եմ ճանաչում արևը, երկինքը, երկիրը, ինչ իմաստություն որ կա, խոսքի միջոցով եմ ճանաչում։ Հասկացեք, ես խոսքի խորությունը, սիրելի հարցնող, սիրելի քույրեր եւ եղբայրեր։ Սկզբից է բանը, եւ բանն Աստծո մոտ էր։ Եվ բանն Աստված էր։ Այդ խոսքը, սիրո խոսքը Աստված է։ Մենք ասում նորից պատկերացնում ենք ալեհեր, սպիտակ մուրուքով, թագը գլխին ամբերի մեջ նստած։ Ոչ։ Սերն է, Աստված սերն է մեր մեջ, որ մեզ փրկություն է տալի։ Իսկ այն տեսանելի ձեր, չգիտեմ, պատկերացումով ձեր Աստվածը, որ ասում եք, նրան ոչ մեկ չի կարող տենալ։ Ինքը տեզերքում է, տեզերքը իր բռի մեջն է, դու տեզերքի մեջ մի հատ երկրագնդի վրա ես ապրում, որը մի հատ մոլեկուլի պես է տեզերքի համեմատ։ Այդ մոլեկուլը երկրագունդը եթե լինի, երկրագնդի միջի մարդը ես ու դու ոնց կլինենք, ոնց կարանք տենանք այն Աստծո, որը բռի մեջ տեզերքը պահել է։ Ես օրինակ եմ ասում սրանք բառացի, որ մենք հասկանանք, Աստված սիրո միջոցով, խոսքի միջոցով է գալի մեզ ու ներկայանում ինքը։ Նա սկզբում Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Ամեն ինչ խոսքով եղավ, առանց խոսքի ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Մի քիչ առաջ որ ասեցի երեխու օրինակով, առանց խոսքի ոչ մի բան չի լինում։ Պատկերացնում եք, ես չիմանամ ավտոյի քշելը, սկորոս թեքելը, գազու տորմուզը որն է, չիմանամ, այդ խոսքը իմ մեջ չլինի, ես ինչ կարամ անեմ այդ ավտոյին։ Ոչ մի բան։ Եթե իմ մեջ լինի խոսք հավաճեցնելու, շատ-շատ այդ ավտոյի մեջ հավելիչատերի նստեմ։ Խոսքն է տալի, հասկանում եք, ամեն ինչ խոսքով եղավ, առանց խոսքի ոչինչ չի լինում, ինչ որ լինում է։ Սիրելի հարցնող, ուզում եմ ես կարդամ Ծննդոց 3-րդ գլուխ 17-րդ խոսքներ,
Էլի խոսքի վերաբերյալ, խոսքը որ մեր մեջ է բնակվում, ձեր հարցը շատ կոնկրետ դիպուկ է ու շատ ճիշտ է, ես ուրախ եմ այդ հարցի համար։ Շատ ուրախ եմ ձեր տված հարցի համար, որ դուք մոտենում եք կամաց հոգու։ Ես հավատում եմ, որ դուք ամեն այս հարցը տալուց, ով հետաքրքրություն ունի, ով հարցեր է տալի, ով լսում է անընդհատ, մի քանի անգամ մինչև անգամ լսեմ, որ հայտնություններ ստանա ինքը, ու երբ որ հայտնություններ ստանում եք դուք, ձեր մոտ նոր աշխարհ, նոր կյանք է բացվում։ Ձեր կյանքի մեջ փոփոխություն է կատարվում։ Ամեն։ Ծննդոց 3:17 տեսեք։ Եվ Ադամն ասաց, որտեղ դու լսեցի Ադամին ասաց։ Աստված, երբ որ Ադամը Եվան իր խոսքին չեն հնազանդվում, եւ Ադամին Աստված ասաց, որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խոսքին։ Ամեն ինչ խոսքով է, առանց խոսքի ոչինչ չի լինում, բայց Ադամը լսեց իր ցանկության հասկացողության խոսքին։ Ու Աստված հանդիմանում ասում է, որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խոսքին։ Եվ կերար այն ծառիցը, որի համար պատվիրեցի քեզ ասելու, դու նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով հացդ վաստակես եւ այլ։ Կյանքի բոլոր օրերում։ Քանի որ մենք այսօր Աստված ասում է մի գողացի, բայց իմ ցանկությունը իմ կինը, հոգեոր իմաստով կինը ցանկությունն է։ Իմ ցանկությունը վառում է ինձ, արա գողացի էսի դե լավ հա, իրան տես իշխան ունի քեզի չունես, գողացի լավ կաբրես։ Ու ես լսում եմ այդ իմ ցանկությանը, Աստծո խոսքին չեմ լսում, որ ասես չգողանաս։ Ուստեղ Աստված ասում է, քանի որ դու լսեցիր քո ցանկության խոսքին, խոսքի մասին է խոսքը։ Քանի որ դու լսեցիր այդ խոսքը, որը քո ցանկությունից է, քո ժամանակավոր մարմնավոր հաճույքներից է, երկիրը քո պատճառով անիծյալ լինի։ Այսինքն երկիր հասկացողությունը մեր մարմինն է, մենք հող ենք, մենք երկիր ենք, հոգևոր իմաստով։ Հողից ենք, երկրից ենք վերցված մենք։ Երկիրը մեր անիծյալ ալն, որ ես գողացա, իմ մեջ անեծք առաջանում, այսինքն անեծքը տեսեք, չհասկանանք էլի բառացի ու երևույթով։ Իմ մեջ գալիս է տխրությունը անընդհատ։ Իմ մեջ վատ անուն է, վատ համբավ է դուրս գալի, ես դրանից ամաչում եմ, կամ վատ եմ մարդկանց հետ վերաբերվում, կամ մարդիկ են իմ հետ վատ վերաբերվում, անեծք է գալի իմ վրա։ Կամ բռնում են ինձ մի օր էլ բռնում են այդ գողերին, նստում, բերդ եմ նստեմ, իմ մարմինն է, երկիրն է անիծվում, երկիրն է տուժվում։ Ինչի համար, որտեղ ես չլսեցի այն արդարության սիրո խոսքին, որ ասես մի գողացի։ Ես էսի մենակ գողանալու վրա եմ ասում, ընդհանրապես Աստծո խոսքը, երբ որ չեք լսում։ Մեր մեջ անեստ է գալի։ Երկրորդ Կորինթացիների երկրորդ գլուխ 17-րդ խոսքն է կարդամ ամենքի շինության համար։ Երկրորդ Կորինթացիների երկրորդ գլուխ 17-ը։ Որովհետև շատերի պես չենք, որ Աստծո խոսքը խարդախում են։ Տեսեք, ամեն բան խոսքով է, չէ՞, ամեն ինչ նրանով եղավ, այսինքն խոսքով եղավ։ Ասում ենք նրանով չենք, որ Աստծո խոսքը խարդախենք, ոնց որ Ադամն ու Եվան խարդախեցին։ Ոնց որ այսօր մենք էլ ենք Ադամ, երբ որ մարմնավոր ենք առաջնորդվում, գրով ենք առաջնորդվում, երբ որ գրով ենք առաջնորդվում, խարդախում ենք Աստծո խոսքը։ Այսինքն ի՞նչ է նշանակում, գրված է Աստված, որ շատ իր հորնում որ ինձ աշակերտ չի կարալնի։ Ու այդ գրվածքը պահում եմ ես, բայց այդ գրվածքը խարդախում է Աստծո սիրո խոսքի։ Սիրո խոսքը հոգևոր իմաստով ասում է, քո հերը սատանեն է, քո մերը հպարտությունն է, ով մարդ, ով Ադամ, ով մեղավոր։ Եթե չհատես իրանց չես կարա գաս ինձ աշակերտ չես կարա անես։ Այդի կյանքի խոսքը, այդտեղ իմ միտքը լուսավորվում է, այդտեղ Աստծո բանը հասնելով ինձի կյանք է տալի ինձի։ Բարակարակ կարդամ հաջորդն էր սիրելիներս։ Հովանես 5-րդ գլուխ 38-39-րդ խոսքերը։ Եվ ոչ նրա խոսքը ունենք բնակված ձեզանում, տեսեք ասում է, եւ ոչ նրա խոսքը ունեք բնակված ձեզանում, որտեղ այն, որ նա ուղարկեց, դուք չեք հավատում նրան։ Որովհետև խոսքը չունեք բնակված ձեզանում, Հիսուսն է ասում իրան հակառակողներին, փարիսեցիներին ու դպիրներին։ Աստծո հոգին է ասում մեր մեջ այն հասկացողությանը, որ մենք խարդախում ենք, հակառակ ենք կենում, բաղ պիտի ատեմ իմ հորն ու մորը։ Այ դրանց է ասում Աստված մեր ներսի աշխարհում։ Մի խարդախեք, նրանց պես չենք, որ խարդախում ենք աշխարհում։
Քննեցեք, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք։ Քննեք ասմալը գրքերը։ Հələ գիրը քննեք, կարդացեք Աստվածաշունչը, եթե դուք մտածում եք, որ դրանով ունեք հավիտենական կյանք։ Աստվածաշունչը կար, բայց հավիտենական կյանք չկար, քանի Սուրբ Հոգին չեկավ։ Սուրբ Հոգին տվեց կյանքը, գիրը կյանք չէր տալի։ Մինչև Քրիստոսի երկրի վրա գալը, մինչև Սուրբ Հոգու իջնելը մարդու մեջ, մարդիկ գիտեին գիրը, պաշտում էին գրով, զոհեր էին անում, տաճարում ծառայություն էին անում ասում, բայց հավիտենական կյանք չէր էդի։ Դրա համար Հիսուսն ասում է, քննեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք։ Եվ նրանք են, որ ինձ համար վկայում են։ Գրքերը իմ համար են վկայում։ Այն որ ասում է սիրի քո հորն ու մորը, իմ համար են վկայում, դու պետք է սիրես Աստծուն եւ քո խաղաղությունը, որից դու ծնված։ Հասկանում եք, հոգևոր միտքը մի հատ ուրիշ աշխարհ է, մի հատ կյանքի աշխարհ է, իսկ մարմնավոր գիրը տանջանքի ու ցավի աշխարհ է։ Ես բարձ ու համարձակ եմ ասում, մարմնավոր հավատացյալները, որ չեն ուզում անցում կատարեն դեպի հոգին, նրանք աշխարհից ոչի բանով չեն տարբերվում։ Դուք տեսել եք մի մարդ, որ ուզում է ձեզի խափի, այսինքն ինչ որ մեկը մեկին խափել է, գցում է, գցող են ասում, այսօրվա մեր լեզվով ասած։ Այդ գցողը ո՞նց է խոսում այդ դիմացինի հետ։ Ոնց է կերպարանա փոխվում, ախպերս, ցավը տանեմ, մինչև անգամ զոհաբերություն անում, արրեսի կծախսես այս փողը, սենց արա։ Կերպարանա փոխվում է խոսքերով, որ այդ մարդուն նպատակն է գրավի այդ մարդուն, որ քցի վերջում, որ մի բանի մեջ դավերյա վստահություն ձեռք բերի այդ մարդու հանդեպ, որ խափի քցի իրա։ Հասկանում եք, նույնը էսի գիրն է, սիրելի քուրիս եւ եղբայրս, չկերպարանվենք այս գրողը։ Հոգին է, որ կյանք է տալի, անկեղծությունը մաքրությունն է, որ կյանք է տալի։ Ես ուզում կարդամ 6:64-ն էլ, նույն էս Հովհաննեսի 6:64-ը, որը լրացնում է էլի սրանց։ Եվ նրա աշակերտներից, չէ, 64 համարը։ Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բանը, որ ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք է։ Հիսուս Քրիստոսն ասում, այն բանը, այն խոսքը, որ ձեր հետ խոսեցի, իսկ խոսքը, որ ինքը խոսում է, եթե ես լսեմ, կհասնի ինձի իմ հասկացողության ու կնշանակի, որ ես լսեցի։ Իսկ եթե այդ խոսքը գալիս է ինձի, ֆիզիկական մարմնով լսում եմ այդ խոսքը, բայց չեմ ընդունում, չի հասնում իմ ներսը։ Լսում եմ այդ խոսքը, բայց չեմ ընդունում, նշանակում է չլսեցի Հիսուսի խոսքին։ Լսելով լսեցի, բայց չլսեցի։ Հիսուսի խոսքերով ասած։ Բայց երբ որ լսելով լսեցի, դա նշանակում է Աստծո խոսքը, լսեցի ու հասկացա։ Գիտակցեցի։ Դրա համար սիրելի հարցնող, սիրելի քուրիս եւ եղբայրս, ամեն բան խոսքի վրա է։ Հոգին է կենդանացնողը։ Այդ խոսքը հոգի է։ Հիսուսն ասեց, խոսքը հոգի ու կյանք է։ Այն խոսքերը, որ ես խոսեցի, հոգի է դա, ու կյանք է դա, հավիտենական կյանք է դա։ Ես ու ինչ ենք ընկել գրի հետևից։ Ինչ ենք ականջներս տալի հաճոյախոսության, եսի մնչելի, բայց դատարկություն է։ Տուն ենք գալի նույն բաներով լցված։ Դու ուր է լնես, ինչ գործի, ինչ իրավիճակի մեջ էլ որ հայտնվես, եթե խոսքը քո մեջ, այդ խոսքը քեզ կպահի ամեն իրավիճակի մեջ։ Բայց եթե գրով առաջնորդվես, չի պահի, որտեղ չկա այդ խոսքը քո մեջ։ Դու քո մարմնավոր էմոցիաներով կեթաս առաջ։ Ու գիրը քեզ պատժկա կանի։ Դե մարմին ես, բա ոնց։ Դու սխալվես է։ Բա Աստված սերա, կփրկի ինքը քեզի։ Աստված բարյա, բա Հիսուսը խի եկավ։ Չէ որ գրված ով հավատա կփրկվի, ես հավատում եմ։ Ու դու կհամարձակվես լիքը չար մեղքեր գործել, այսինքն սխալ ճանապարհով գնալ։ Դրա համար խոսքը, բանը, այն խոսքը, որը կյանք է տալի քեզ, իսկ որ խոսքն է կյանք տալի։ Սիրո խոսքը, արդարության, բարության խոսքը, որը Աստծո բերանից է դուրս եկել, որ իր որդին է, Քրիստոսն է, որին ես պետք է ընդունեմ իմ մեջ։ Ոչ թե ընթրաշով տղուն, հասկացեք, ճիշտ հասկացեք, խնդրում եմ։ Այս մասին ասիրելի հարցնող, Տերը ձեզի շատ օրհնի, ես շատ ուրախ եմ, որ դուք տեսեք այդ մեկ հոգևորին, որտեղ մարմնավորը լճացում է, ձեր կյանքի մեջ լճացում է եղել, այսինքն ճահիճ է դարձել։ Եթե ջուրը չի հոսում, մնում է մի գոլացած տեղը, չէ, ու չի հոսում։ Ճահիճ է դառնում։ Իսկ ճահիճը ինչ անում, խրում է, քաշում է իր մեջ։ Այն խոսքը, որ ասում է կինը գլխին շոր գցի։ Եթե առանց չի եթում դրա հասկացողությունը դու չես հասկանում։
Ճահիճա դառնում այդ խոսքը։ Դու խրվում ես դրա մեջ, ով ինչ էլ ասի, բացատրի, դուրս չես գալի, խեղդված ես այդ խոսքի մեջ։ Իա, գրված է, մոլորեսնող է էսի, արդեն այդ խոսքի մեջ խրվա, ճահիճի մեջ դու խրված ես մնա։ Իսկ աստվածային խոսքը գետի պես հոսում է։ Ինքը կենթանի է։ Ինքը երբեք ճահիճ չի դառնում, չի փչանը։ Ինքը խոսքից խոսք, գիտությունից գիտություն, հայտնությունից հայտնություն, փառքից փառք է դա։ Շատ ճիշտ հարցեր տվեց, շատ ուրախ եմ ձեր հարցի համար։ Տերը օգնի ձեզ, ես աղոթում եմ ձեր համար, որ ավելի խորանա ձեր մտքերը հոգու սիրո խոսքերի մեջ եւ Աստծո սիրելի զավակներ դուք։ Ինչ ասեմ, Տերը օգնի ձեզ։ Աստված շատ օգնի քեզ, լավ բացատրեցի, հասկանալի, մատչելի։ Աստված շատ օգնի ձեզ։ Ամեն։ Ամեն։